Инфокомпании «Ташир». Все грани бизнеса. Մարզային Ֆորտունա հեռուստաընկերության եթերում դուք դիտում եք մոլորակ լրատվականի հավելվածը բարև ձեզ, այսօր խոսելու ենք հայկական բարեգործական ընդհանուր միության սկաուտական ճամբարի մասին, զրուցակիցս է հայկական բարեգործական ընդհանուր միության սկաուտական ճամբարի ընդհանուր պատասխանատու հայ երիտասարդաց ընկերակցության վարիչ տնօրեն Գևորգ Սանթուրյանը։ Բարև ձեզ, պարոն Սանթուրյան, բարի գալուստ Հայաստան, եւս մեկ անգամ։ Բարև ձեզ, շատ ուրախ ենք, որ դարձյալ Ֆորտունայում ենք այսօր։ Պարոն Սանթուրյան, միջ կանդրադառնանք սկաուտական այս տարվա ճամբարի մանրամասներին, մի երկու հարց սկաուտական ճամբարի հենց մեկնարկի մասին։ 7 տարի առաջ տրվեց մեկնարկը, որն էր գլխավոր նպատակը, ինչու այդ գործը ձեռնարկեց հայկական բարեգործական ընդհանուր միությունը։ Ինչպես հաջող կրկնած ենք, հայկական բարեգործական ընդհանուր միությունը Հայաստանի մեջ շարք ծրագրեր ունի, որոնք առնչվին երիտասարդության եւ հայրենաճանաչության, որոնց մե ճանաչիր Հայաստանը կամ երիտասարդներու ուսուցողական ծրագրեր համալսարանավարտներու Musical Armenia, իսկ սա սկաուտական հատուկ ճամբար է բոլոր օպերետմենի հայկական բարեգործական ընդհանուր միության աշխարհացրի մասնաճյուղերու սկաուտական խումբերու հատուկ եւ հատուկ ճամբար սարքեցինք, ուրեմն այդ ծրագրերու շարքին ամբողջացավ սկաուտական ճամբարով 2007-ին սկսվեց ծրագրի պատրաստությունը, 2008-ին արդեն առաջին բանակումը կայացավ։ Գլխավոր նպատակը, ինչպես դարբեր միշտ ծրագրերուն, երիտասարդության այս նոր սերունդին, սպիրկի մեջ հասակարած նոր սերունդները մոդեցնել հայրենիքին շոշափելի ձևով, ոչ թե հերվիցերու, հերուստացույցով կամ քիրքերով եւ այլն, այլ հայրենաճանաչությունը անեն իրենց սիրած բնակավարի մեջ անսկալաբար արդեն, եթե սկաուտ է, եթե իր մասնակցությունը պիտի անցկացնի, ամեն մեկը իր սիրած ծրագրերուն մեջ են, անսկալաբար արդեն գգավի հայրենիքին, գլխավոր նպատակը այս է։ Պարոն Սանթուրյան, եթե տեսնում եք սկաուտական շարժում, դա առանձին պատմություն է, այստեղ երկուսի համադրություն է կարծես, հայրենաճանաչություն եւ սկաուտական ճամբար, այդ դրա մասին ինչպես եք կարողանում այդ երկուսը միասին մատուցել երիտասարդներին։ Շատ ճիշտ բնութագրեցիք։ Եթե զուտ սկաուտական առնենք, որ դարբեր մասնաճյուղերու մեջ մեր սկաուտական խումբերը գերարգեն համաշխարհային սկաուտական օրենքները ամեն տեսակետով եւ ենթակային իրենց պատկանած երկիրներու ֆեդերացիաներուն եւ այլն, լալով միշտ հայկական սկաուտությունը, հայ սկաուտ նախ եւ այս իրենց երկրի օրենքները ենթակա։ Իսկ այստեղ, ինչպես ասացիք, այդ երկուքի համադրումը թե դժվար է, թե թյուրին։ Եթե հայրենիքան եւ միան սկաուտական բանակում անեն անդարի մեջ, արդյունքը այո, գեղեցիկ բնությունը կտեսնեն, ուրախանան եւ այլն, բայց եթե հայրենի դեսաժան վայրերը հայրենիքի ծանոթացումը ամբողջական չլա, մեր նպատակին հասած չեն գլար։ Ուրեմն բոլոր խումբերը նախ կողքովի գալով երկու նպատակ կա, թե հայրենաճանաչումը, թե դարբեր մասնաճյուղերու իրար հետ շփումը։ Եվ այսօր զուգահեռ հայրենի, ասենք, Երևանի մեջ մեր սկաուտական խումբերու կամ իրենց հասակագիցներու հետ շփումը։ Ուրեմն երեք ուղղությամբ է որ կընթանա։ Երեք համադրելը, այո, կարելի է ասել դժվար է, բայց եթե գամեցողություն կա, երբեք դժվարություն չկա։ Լավ, բարի եւ անդրադառնանք արդեն սկաուտական այս տարվա ճամբարին, 7-րդ ճամբարին, այս տարի սկսվեց ամեն ինչ գուգարած թեմի առաջնորդի օրհնությամբ, ապա ճամբար այցելեց Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը։ Դրանից հետո արդեն ճամփորդություններ, որոնց առանձին կարծում եմ անդրադառնանք, ինչ կասեք, ինչով տարբերվեց այս տարվա ճամբարը նախորդ 6 տարիներից։
Ծրագիրները համարյա նույնն են, մասնակցող խումբերը կդարբերվին, նոր անդամներ կմասնակցին եւ այլն, բայց ընդհանուր լայն գիծերում այդ ծրագիրը նույնը կհամարվի։ Ճամփարի 14 օրվա 6 օրերը կանցկացնենք ճամփարեն դուրս ցերեգային էքսկուրսիաներով, այցելություններով եւ այլն, եւ մնացյալը տասյարակչական, ուսուցողական, մրցումներ դարբեր ցևի, սկավդական գիտելիքներ եւ այլն բանագավայրի մեջ։ Բայց բոլոր դեպողության իրենց գիշերային գեսությունը վրաներու տակ է բանագավայրի մեջ, ուրալ երթան կվերադառնան բանագավայր։ Այս տարվա հատկանշականը գրնանք մատնանշել լորվա մարզբեդի այցելությունը, որ պաշտոնական չէր, ավելի, այո, փնույթը պաշտոնական էր, բայց այնքան մդերմիկ եղավ եւ բարձ ցևով եւ բավական երկար դեպեց այցելությունը, զրույցը, գարձես, ինչպես ասկի առաջ ասեցի, սկավդական մասնաճյուղի անդամ էր եւ եկավ մեզ հետ զրուցելու։ Երեխեքը շատ ուրախացան եւ շատ կողմնացին, զրույցը շատ ուսուցողական էր, հարցումներ եղան, դերակցություններ փոխանցվեցավ մարզի մասին։ Մարզբեդի այս գարձես հաղորդականությունը մեծ ասենք տրագան լիցք տվեց երեխեքին, որ պաշտոնական անձնավորությունը այդքան մոդ է իրենց։ Սա հատկանշական են մեկ, երկրորդը անշուշտ մեր սրբազանի կամ եկեղեցական կոկարաստեմի հովանավորությունը, ամիջական հոգադարությունը 7 տարվա անցյալ ունի եւ շուրջօրյա է գրնամսել։ Այսօր գողքին հատկանշական էր այս տարի մեր այցելությունը առաջին հանգրվանի մասնագետներուն սպիրկի նախարարին հadoop ժամանակությամբ 135 հոգով 140 օգնականներով արդեն անցկացրինք մի ժամ ամբողջ եւ զրույցով սպիրկի նախարարն յուղրինալ հերուչե մեզ մե առաջի մեկ օրվենե մեզի գեհդեվի կաչարերը նեցուկ կանգնի ամեն տեսակետով, բայց ամիջական այդ գապ չեր եղած ուղագի նախարարություն երթալ։ Սա պաշտոնական երկու բադահարներ էին, որոնք հա շատ լավ դպավորություն թողեցին երեխեքի մոտ։ Եվ Ծիծեռնակաբերդ, Նորքի հայորդաց տուն, Գյումրի գոհար երաժշտական անսամբլին հյուր եւ այլն եւ այլն։ Հետաքրքիր էր բնականաբար ճամբարային առօրյան ինչ դրվագներ կառանձնացնեք, որ դեռ շատ երկար կմնան հիշողությունների մեջ։ Էջմիածին, Սուրբ Էջմիածին, Հաղվատ, շարքը երկար է, Սևանալիջ, այս բոլորը քիչ առաջ որ արդեն տվեցինք այդ ձիրի մեջ կինա, այսի մեր սրբավայրերը հատկանշական են իրենց արդեն բացմությամբ, երբ որ բադանին պիտի այցել է, միայն իբրև տուրիստիկ ժամատրավայր չէ որ գերտա, այլ իբրև ուխտակնած գերտա այնտեղ աղոթելու, ծանոթանալու, Ծիծեռնակաբերդն արդեն ամեն անգամ կգրտնենք, ամեն սերունդ որ գուքա, հատկապես նոր սերունդը հավասիկ 99-րդ դարին է եղերնի, քարդարի 100-ամյակն է, այս սերունդները պիտի շարունակեն մեր բանջարությունը, այնտեղ մենք մեր ուխտը կվերանորոգենք, այս երեխեք իրենց ուխտը կվերանորոգեն իրենց բանջարության, իսկ քոհարը հայորդաց դունը այդ մշակութային ուխտակնացություն է, ամեն մեկը իր դեսագի մեջ յուրահատուկ ամեն մեկ իր հաջելի մասը ունի, Երանի երեխեքը արդայդվին, ծեր արդեն զրույցներու մեջ մեկ ծանոթությունները ստացան։ Եվ պարոն Սանթուրյան, վերջին հարցս խոսքը վերաբերում է սիրիահայ երեխաներին, այս տարի շատ դժվարությամբ հասան, կարծում եմ ճամբարի առանձնահատկություններից էր նաև 2014-ի, ինչ կասեք այդ մասին, արդեն մեկնել են, չէ՞, կարծում եմ Այո, երեք մեկնեցին, այսօր գարձեմ խերոպարով գասնին, որտև Բեյրութեն 16-17 ժամվա ճանապարհ է։ Այս հարցով գարձես ինչպես կսե Գևորգ Էմինը զարմանալի հայ
նախորդ դարիներուն 90 հոգով 80 հոգով գուկային բարձ իրենց օտնավով բայց բادرազմը 2 տարի է շատ դժվարության մատնած է հատկապես Հալեբը դաշտ նույնալ Դամասկոսը կամ Խամիշլին բայց իրենց մեջ այդ մասնակցելու գամքը շատ զորավոր էր եւ անշուշտ բարձր մագարտակի վրա հոպերների կենտրոնական վարչությունը բադասխանադուները իրենց ամեն գարդիությունը ըրին որովհետեւ Սուրյո մասնաճյուղը ներկա լա ինչպես անցյալ տարի այս տարի եւ մեծ թիվով եղան այդ ճամփորդությունը գարձես մորցնել դվավ իրենց որ բادرազմի մեջ են երբ հասան իրենց հայրենի հողի վրա ինչպես մեր իշխանները թագավորները իրենց ավելի ամուր եւ զորավոր գսկան բայց վերջո 14 օր վերջը պիտի վերադառնային ավելի լիցքավորված ավելի հուսադու աբակայով մեր գլխավոր նպատակը այդ էր եւ այս տարի քիչ ասենք Սուրյո մասնագետներին ավելի ցերնդու ծրագիրներ ըրինք սկավդական այդ բանջված բաներեն քիչ թեթևեր որովհետեւ ավելի հանգիստ սկան Լիբանանի խումբը ավելի բանջկոտ էր բայց հարմարեցանք Սուրյո որտեղ 4 տարի արդեն բանակում չէին ներկեսաբը շատ դժվար մատչելի էր այդ ուղղությամբ բայց շատ լավ անցավ մասնագետները Սուրիային ավելի քան 40 հոգի էին Հալեբ, Դամասկոս եւ Խամիշլի մասնալ այստեղ եղողները Սուրիային որոնք նոր ժամանած էին միացան Լիբանանի խումբը մոտ 43 հոգի էին ամեն տարվա մեջ մեծ խումբով ունեինք դարձյալ Վրաստանի խումբը առաջնորդարանի Թիֆլիսի առաջնորդարանի հայարդուն միության անդամները եւ այս տարի արաբական միացյալ ամիրություններից 12 հոգանոց մասնակցություն կար ներկայացական խումբով մեր միությանական եւ ունեինք 2 ներկայացուցիչներ 2 օրիորդներ Բուլղարիայից այնպես որ բազմա երանք էր դարձյալ բայց մեկ հողի վրա մեկ նպատակի ծառայող Բարի շնորհակալություն պարոն Սանթուրյան եւ ավելացնելու գուցե ինչ-որ բան ունեք մեր զրույցից եթե դուրս մնաց կցանկանայիք խոսել Ես երկու ուղղությամբ շնորհակալություն եմ նախ մեզի շրջապատող 7 տարի արդեն հուլիս-օգոստոսը մեր բնակարանն է կուկարաց աշխարհը լորի կեղադեսիլ վայրերը իսկ այն մարտիկը որ շրջապատե մեզ լա շուգան լա բնակիչները բոլոր այս վանացորի եւ շրջակա քյուղերու մարզային բադասխանադուները ոստիկանությունները շուրջօրյա մեզի ասենք հետևող են ամեն տեսակետով նեցուկ գանին քիչ առաջի հadoop շնորհակալությունը կուկարաստեմի սրբազան առաջնորդին որ հայրական իր հոգատարությամբ եւ ավելորդ չէ շուրջօրյա է իր հետաբնթումը կամ հետաքրքրությունը մեզի հանդեպ սա մեր հայրենի ժողովրդին շնորհակալությունն է իսկ այսօր գողքին շնորհակալություն բոլոր մեր հոբենետմենի երդասարտած մասնաճյուղերու դարբեր շրջաններու դարբեր երկիրներու մեջ որոնք ամեն տարի իրենց գարդիությունը գնեն որպես իրենց մասնաճյուղերեն մասնակցին մեծ թիվով սկաուտներ օրինակի համար 2 տարի է Լիբանանեն կոնել լավ դեղյակ եմ եթե դեղական բադասխանադուներու աճակցությունը չլա այսքան մեծ թիվով դժվար կլա հագարականոր որ հոբենմենի գետրոնական վարչությունը ամեն ցևով նեցուկ է նյութաբես եւ այլն եւ շատ չնչին մասնակցություն կվերցնենք մասնակիցներեն բայց ջամփուզախսը գա այս կա անգա եւ այլն սա այսինքն խմբային բոլոր մարզերու բոլոր մասնաճյուղերու գողմե կոդեբընտված կամ ցերկցերկի դրված ծրագիրը հաջողությունն է գլխավոր անշուշտ մեր գետրոնական վարչությունն է իր ծրագրի առաջի մեգորեն մինչև բանակումի գայացումը եւ շարունակական ասենք ամեն տարվա իր նեցուգը
Կարելի է ասել, որ պետք է աշխատանքներ տանել հատկապես սփյուռքահայ ծնողների հետ, որովհետև երեխաները շատ բան դեռ գուցե չհասկանան, հետո հասկանան, բայց ծնողները պետք է ավելի շատ դաստիարակչական աշխատանքներ տանեն, պետք է գնալ Հայաստան, պետք է ծանոթանալ Հայաստանի տեսարժան վայրերին, սիրել Հայաստանը, այսինքն հայկական բարեգործական ընդհանուր միության հայ երիտասարդաց ընկերակցության կողքին պետք է լինի նաև ծնողների աջակցությունը։ Կա արդյոք դա, թե ոչ։ Գա, եւ գիտեք ինչ, մեր բարակային այդ երեխեքը շատ ավելի քաչարեր են ծնողած, որովհետեւ Հայաստանի հետ կապը սերդացնեն։ Օրինակ այս մի քանի օրերուն շատեր չվերադարձան, որովհետեւ իրեն ծնողքը արդեն եկած էին, հիմա միասին են։ Այսինքն Սուրիա խումբեն եւ Լիբանանի խումբեն։ Ուրեմն իրենց միջոցով կամ իրենց պատճառով արդեն ծնողներն ալգուքան գանցքանցնեն։ Ես մորցա իմ շնորհակալական խոսքը ամեն տարի գսեմ եւ պետք է գրտնեմ Երևանի սկավտական խումբի խմբավետական գազմին, որոնք առաջին մեկ օրեն նեցուգեն իմ գողքիս են նախապատրաստական շրջանին գուքան այդ ցաներ աշխատանքը միասին կանենք մինչև վերջին հանգրվանը երբ երեխեք գերտան եւ փակման այդ աշխատանքը կսկսի այնպես որ առանցին շնորհակալություն եւ մեր հարևան հadoop հյուրանոցին բարոն Արմեն Պետրոսյանին շնորհակալություններ։ Բարի շնորհակալություն նաև ձեզ, Լորին ձեզ սիրում է եւ պատրաստ է միշտ ընդունել։ Մենք էլ ինչպես գիտեք, այդպես է մենք եւս։ Հարգելի հեռուստադիտողներ, հիշեցնեմ զրուցակիցս հայկական բարեգործական ընդհանուր միության սկաուտական ճամբարի ընդհանուր պատասխանատու հայ երիտասարդաց ընկերակցության վարիչ տնօրեն Գևորգ Սանթուրյանն էր, զրուցում էինք սկաուտական ճամբարի եւ դրա ընթացքի մասին։ Այսքանը մնացեք խաղաղությամբ, ցտեսություն։